Ես այսօր առավոտ պատմել եմ այդ բանը, որ ինքը թողել է իրան հորը գնացել է, դրան շարունակություն էլ կա։ Ինքը որ եկել է այդ փոքր քաղաքը, ու կամաց սկսել է քարոզել, ու կամաց ժողովուրդին հավաքվել, եւ այդ քաղաքը մաջախետներն են եկել, փոքր քաղաքը, 24 հատ մաջախետներ են եկել, եւ տեսել են, իրանց ասել են, որ ստեղ հավատացյալներն են հավատում, արի գնացեք մի բան արեցեք։ Այդ մաջախերտները գալիս են այդ հավատքույթի ժամը մի հատ տուն է, էլի սեփական տուն է, եկել են դեղ իրիկունները հավաքում են, որ Քրիստոս քարոզեն, գալիս են եղել, ով էլ դրից դուրս է գալիս ծեծում են, ջարդում են, պրիկլադներով խփում են, կամաց մարդիկ ուժե այն բանով, որ ուժե շատ են էլի ծեծում, շատ են հալածում, կամաց մարդիկ դադարել են գնալը, մնացել է մի հատ Իբրագիմը։ Իրանք գալիս են այդ տեղը պաշտամունքի, որ մարդ դուրս գալ տեսում մարդ չկա, մտում են տեսնում այդ Իբրագիմը ծնկի վրա աղոտ կանում, Աստված եմ, ես գիտեմ, որ իրանք գալու են, էլի ծեծ են, բայց դուրս ների Աստված եմ, ինքը աղոտում է, դրանց բռնում են, ծեծում են, ինչքան են ծեծել իրան, որ զզվցրել այդ Իբրագիմը, իրանց ասում ավսո, քեզ պիտի սպանեք, վեկալել են իրան, տարել են կողքի անտարը, երկու հոգի 24 հոգի մաջախետներ են եղել, երկու հոգի տարալ են կողքի անտարը, ընդեղ ստենց մի հատ հողից բան է եղել, էլի ստենց, ալապատկան տվել են իրան, ասում է, քեզ համար դագաղ փողրի, հեսա պիտի սպանը քեզի, այդ Իբրագիմը փորումը, Իբրագիմը գիտեք ինչ է նշանակում, Ավրամ, ռուսերեն որ թարգմանում ես Ավրամը կոչում, ինքը ստենց փորել է իրան գերեզմանը, իրանք էլ կաղնացան, դե շուտ, ոբշմ, շուն են էլի ասում իրանց, մզրա էլի ասինքս, ոչ տալ իրանց, Եվ Իբրագիմը որ փորել է ասում է դե վերջի ինչ ես ուզում, ասում է դե թույլ տվեք մի հատ աղոտ կանեմ ով սոյել, ես ոչ մի բան չեմ ուզում, ինչ պիտի ուզեմ, դաժե թույլ չեն տվել որ գնա իրան կնգան այդ երեխուցուն այդ պրաշացելն էլի հաջող ասե, ասում է դե դավայ շուտ աղոտ կարա ժամանակ չունեք, վերջի բանը դքու, ինքը կծինկի է եկել ձեռքերը բարձրացել ար ենգիկ, կենթանի բան եմ ձեզ ասում սիրելիներս, այդ YouTube-ի վկայություններն էր չես սուտի մուտի, ինչ գիտամ խաղոպարով որ մեծացնում են, բարձրացնում են, այդ որ տղերքը որ պատմում են սիրելիներս, ձերքերը բարձրացել է երգիկ ու ասել է Տեր ասում է աղաչում եմ քեզ ես իրանց նման եմ եղել չեմ հասկացել դու ով ես իրանք չեն հասկանում ինչ են անում իմ արմնուս իրանց մի մեղադրի էլի նիվ миним грехам за мою кровь говорит իրանք չեն հասկանում բայց իրանց օրտնի իրանց ընտանիքը օրտնի որ երեխեք ունեն իրանց երեխեքն էլ օրտնի որ ճանաչեն քեզի որ ջանք ճանաչեն Տաջիկստանը օրտնի որ այդ պատերազմը դադարվի խնդրում եմ Հիսուս մի մեղադրի Իրանք չեն հասկանում, ինչ են անում, չեն հասկանում Դու իմ հոգի աշկերս բացել ես իրանց էլ բացի, որ քեզի տեսնան, կենթանի աստու Այդ աղոտքը որ պրծրել ասել է ամեն, այդ մեկը կաղնել աստենց, բարկացել աստենց, այդ պրիկլադով, խուպում աստենց պրիկլադով Ասում ես ջենետ կտրե շուն, մի քեզ ուզում եք սպանեք, դու մեզ համար աղոթում ես Դու մեզ ուզում ես, որ մեր ընտանիքները լավ լինեն, առողջ լինեն, էսանեն, անեն Բայց մեկ քեզ ուզում եք սպանեք, դու մեզ վատ ես համարում քեզանից ու խփում են պրիկլադով Հետո մեկը բանը նադայել տերավասնա լավ թող իրան գնացիք ստղից մեկը մեռնելու այդ շունը ու պատկերացնում եք ինչ դաժան սրտով եկել են որ իրան ուզեցան սպանեն եւ Աստված թույլ չի տվել որ իրան սպանեն եւ գնացին այդ երկու հոգի Իբրագիմը եկավ իրան տունը սաղ կնգա պատմեց ինչ ա եղել մի քանի օր անցնում է այդ 24 հոգի գնում են մի հատ տեղ են գնում անտարի մեջ է որտեղ գետ կա լայն գետ կա Գնացել են դեղ դղիցել ուրիշ մաջախետները, ես պատմել եմ այսօր առավոտ, իրանց պատերազմ ա եղել էլի, ու սկսել են կրակել իրուրը, հեբ որ կրակել են սիրեներս 24 հոգից 22 հոգի սպանել են, մնացել են այդ երկու հոգի, ով Իբրագիմին ուզեցել են սպանեն, բայց չեն սպանել սիրեն, Եվ իրանք որ կաղնել են ուժե ձև չկա, ոչ փախելի տեղ կա, ոչ մի բան, կրակոցա գնում իրան պիտի սպանեց այդ երկուսին, ու տեսնում են Իբրագիմը եկավ հայտնվեց Ասմա Իբրագիմը պատերազմի ժամանակ ավտոմատը խփում եմ Իբրագիմը եկավ կաղնեց ասում է ուզում եք փրկվեք Իրանք ասում է Իբրագիմ ո՞նց ես դու եկել ստեղ ասում է ուզում եք փրկվեք ասում է հա ասում է ավտոմատները գցեցեք ձեզ գցեցեք գետը որ այդ գետը ձեզ կտանի դու կփրկվեք ասում է չէ կարող պատահի ասում է հաստատ ասում է ձեզ կփրկվեք դավայ շուտ արեցեք այդ տրանք ավտոմատները գցում են իրանց գետը ու գնում են որ գնացին փրկվեցին ոբշմ Մի քանի օրից եկել են շրջել են, դե գիտեն որտեղ է Իբրագիմը պաշտամունք անում։ Գալիս են այդ պաշտամունքի տեղը, տեսնում է Իբրագիմը այնտեղ նստած։ Եկել են մտել են, ասում է Իբրագիմ, ասում է ինչ, ասում է ո՞նց ես դու հայտնվել այդ տեղը։
Ասма որտեղ, ասма որ մեկտեղ պատերազմը եղել դու եկել ես խաղներս ու սա մանրամաս ասում են էլի իրանց ոյ Իբրագիմ ոնց ես դու հայտվել դեղ ասма այդ ես չեմ եղել ասма ասма ոնց դա դու այդ չէ մուք տեսել եք քեզի ու ձայնդ լսել եք դու մեզ էլ խորտ ստվել որ պիտի գնաք գցեք ձեր գետը որ դղից փրկություն ստանաք ու մեկ էլ փրկվել եք եկել եք քո մոտ ասմաս դու չես եղել ես ասма չէ այդ ես չեմ եղել այդ Աստված հրեշտա կախարկել ոչ ես փրկի որ դուք հասկանաք որ կենթանի է իմ Աստվածս իմ Աստված ամնաբարի է ինքը մարդասպանությունով չի անում ավտոմատով չի անում իրան զորությունը ամնասալման է իրանք պրյամ դեղ սիրելիներս պրյամ դեղ ավտոմատները թողում են Իրանց ավտոմատը եղել չեմ հիշում թողում են ցենգի են գալիս Քրիստոսին ընդունում են ասում են Իբրագիմ իրական քո Աստված կենթանի է ու փախեց են գնացեն Ռուսաստան որտեղ փախեց են գնացել սիրելիներս կենթանի վկայություն եմ ասում որ մեր Աստված կենթանի է и кто имеет слово мое тот любит меня Тот соблюдает заповеди мои. Որ այդ մարդիկ չեն վախեցալ, որ իրանց պիտի սպանեն։ Ինքը գնացել է Աֆղանստան ծառայելու, սիրելիներս, ընտանիքը թողել է, մի քանյակ երեխա թողել է, գնացել է Աֆղանստան ծառայելու։ Մաջախեդները դեղ բռնել են իրան։ Ինքը դոշատով էր աղբերների համար։ Կաղնած է եղել ասում է, այդ մարդ ոնց է Հիսուս ասել, ինձ եք մտնում, թողեք իրանց, թող գնան։ Ատա ես բռնեցեք ինձի։ Այդ տղան դոշատվել ասում է, ես եմ եկել քարոզելու, ես եմ ասել, այդ մաջախեդները ասում է, մաջախեդ մեկը կանած ասում է, դու հալաստենց մեզ նետ սենց բան ես խոսում, ավտոմատը բան արել ու խոփում է վրեն, աբոյման սաղ բացա թողեն, մի հատ պուլա չի ինքել ուրան, մի հատ պուլը, և ինքը կաղնած ասում է, Աստված եմ էդ ինչա, իրանք 50 մետրի որ խոփում են ավտոմատից, սպիչնի կարոբկան են գնում են, բայց ինձի չեն ինքել, սաղ պուլեկը ստենց անցնում է, ասում է, էդ ինչա, խիա ստենց, ու Աստված իրան աչքերը, որ բացել է, տեսել է, որ ռեշտա կա կաղնած, իրան դեմը, և չի թողեցել, որ այդ բանը կատարվի, օրդնյալ ատիրոջ անունը, մեկ ինչից եք վախում, սիրելիներս, Այսօր մեկ հագին բան եք խոսացել, սիրելիներս, այսօր առավոտվանից հագին բան եք խոսացել։ Ու այսօրվա թեմա շատ ուժեղ թեմա է, սիրելիներս։ Մինտեղ էլ ուզում եմ կարդամ, սիրելիներս։ Առաջի Տիմոթեոսը, ու մի հատ էլ վկայություն կբերեմ։ Առաջի Տիմոթեոսը, առաջի գլուխ։ Ու Պողոս առաքյալը գրում է այդպես բաներ, սիրելիներս։ Արեք ընթերցեք, սիրելիներս։ Павел апостол Иисуса Христа по повелению Бога Спасителя нашего, аминь, слава Иисусу, и Господа Иисуса Христа, надежды нашей, Тимофею, истинному сыну вере, аминь, аллилуйя, истинному сыну, Пողոս առաքյալը 2000 տարի առաջ գրել է, ես истинный сын Тимофей, эти երիտասարդ մարդ է եղել, սիրելիներս, որ Պողոսը իրան տեսել է, եկել ասում է, ուզեցալ է Պողոսը վեկալ է իրան, որ ինքը իրան նետ գնա, և ոչ իրան մերը, և իրան տատեկը չեն ասել, Պողոս, այդ մի հատ երեխա ունենք, ուր ես տանում, ով է մեզ կերագրելու, որ մենք ծերանանք, որ մենք մծանանք, որ չկանանք աշխատեք, փող չլինի, ոչ մի անգամ ստենք չեն ասել, տվել են իրան, որ իմացել են ումին են տալիս, որովհետև տեսել են, որ Պողոս առաքյալը կենթանի Աստծու զավակ է, օրհնյալ է իրան անունը, օրհնյալ է Հիսուսի անունը, և իրան ասում են Тимофею, истинному сыну вере, благодать, милость и мир от Бога Отца нашего и Христа Иисуса Господа нашего. Отходя в Македонию, я просил тебя прибыть в Ефес, увещевать некоторых, чтобы они не учили иному и не занимались баснями и родословиями бесконечными, которые производят большие споры, нежели Божие назидания веры. Цель же увещевания есть любовь от чистого сердца и доброй совести и нелицемерной веры, от чего отступив некоторые уклонились в пустословие, желая быть законоучителями, но не разумея ни того, о чем говорят, и не того, что утверждают. Օրհնյալ Տիրոջ անունը, որ մեկ Աստված մեզ կանչել է, ինքը կանչել է իրան նպատակ է եղել, որ մեր նպատակը դերն է, увещевание, цель увещевания, Евангелие, любовь, аминь. И если мы соблюдаем Слово Божие, эта любовь пребывает внутри нас. И когда любовь в нас пребывает, друзья, мы проповедуем любовь. Вы знаете, не только словом, но и делом, իրական делом. Ես մի հատ վկայություն պատմեմ, ինչ 14 թվին է եղել, սիրելիներս։ Ես Անապա եմ եղել, դեղ աշխատելիս եմ ելալ, որ կարանամ հետո մի ներկու 3 ամիս գնամ ավետարան քարոզեմ։ Ու ինձ Աստված ասել է հերի գնա Դանիեցկ, հիշում եք Դանիեցկ 14 դարը պատերազմը սկսել, 14 դարը պատերազմը սկսել, նու 14 թվին։
Ես ասում Տեր դեղ պատերազմա ուր ես ղարկում ինձի։ Ասում չէ, պիտի գնաս դեղ։ Ու ես եկել եմ հասալ եմ Ռոստով, որ Ռոստով հասել եմ, ու այդ մտկացավ եմ այդ կասային, ասում ես ուզում եմ Դոնեցկ գնամ, ասում գիժ ես ասում Դոնեցկ ավտոբուս չի գնամ, դեղ պատերազմա։ Ուր ես ուզում գնաս։ Ես էլ իմացել եմ թա նո սխալվել եմ էլի Աստված իրան բանը, նո Աստված չի խոսացել, ես ինձանից եմ լսել։ Ու տես շուր եմ գալիս, տես մի հատ տաքսիշնի կա, տես բանալիներն, տես հայ է, էլի տես իրան բանով, ասում ուր ես ուզում գնաս, խնդում այնց վրա։ Դոնեցկ ես ուզում գնաս, դե լսել է, իրանք բան են անում, էլի որ բռնեն դղից, մարդիկ որ տանեն տաքսիով բանով, ասում բայց ինքը չի ուզում տանի Դոնեցկ, դե պատերազմա ուր է տանում։ Ասում դեղ մի հատ գիշ կա, ասում կարմիրի կարոս կա, գնա տես կարող է քեզ տանի։ Ես էլ գնացի տեսնում այդ մարդը իրական պակրիշկն է դուզեցնում, տա ինչ է անում, ասում ախպեր ջան, կարող է Դոնեցկ գնաս։ Ինքը ասում հա, ասում կարաս ինձ տանես։ Ասում չես վախում, ասում չի Աստված այնց ղարկում։ Շնես նայեց ինձ, ասում դե լավ, դավայ, ասում արի գնանք։ Եվ այդ 2 ամիս, 3 ամիս է որ պատերազմը սկսել է, էլի։ Եվ տեսնում մի քանի հատ կնանիկներ, մի 3-4 հոգի, ու մտել եք մաշինը, հին Իկարոսը որ կա, մտել եք այդ Իկարոսը ու գնացիք ուժ արդեն մութը մտել է, այդ Ռուսաստանի սալմանը որ անցել եք, որ մտել եք այդ Ուկրաինա սալմանը, դեղ բտերը ստենց ընկած է, ոչ իմ Ուկրաինա սալման չկա, էլի սաղ ջարդուփշուր ըրած է, պատրոնները ստենց խփած է այդ բանը, նու իրանց ԿՊՊ-ն էլի, տամոժնյան։ Ոչ իմ անցել եք ուժը մտնել է ու հասնում եք որ ուժը այն տեղերը որտեղ ուժը մի հերո պատերազմ այս բաները որ պատրոնները կա որ խփում են ստենց լուսա տալիս է ստենց լուսա տալիս այդ մարդը ես էլ դեմը նստած եմ այդ շոֆերը մի քիչ միացնում է այդ լուսը որ ճանապարհը տեսնա հետո անջատում է մի քիչ գնում է միացնում է այդ անջատը որ случайно մեզի չխփեն էլի կարող է տեսնամ տանկա ինչա որ մի հատ չխփեն ես էլ հետևից ստենց նստած եմ դեմը էլի ստենց կողքը ասում եմ если этот сумасшедший куда едет էլի смертник ուր է եթե եւ Աստված խոսեց սրտեսն հետ ասում է դա ինքը չի գնում Էդի ես քեզ եմ տանում։ Դուք չեք պատկերացնում, ինչքան սրտես մեջ ուրախություն էր։ Ես ասում Տեր Աստված իմ, այդ վրամն ես դու պատրաստել, որ ինձ տանես բերի Դոնեցկ, սիրելիներս։ Եվ որ գալիս եք Դոնեցկ, այնտեղ էլ կոմենդանտսկի չաս ա եղել, էլի 10-ից հետո, 9-ից հետո չեմ հիշում։ Մարդ չպիտի քալի, ում բռնում են, նստեցնում են։ Ես դուրս եմ եկել կայարանում, Յուժնի կայարանում, Դոնեցկի վокзалում, փոքր վокзалը։ Դուրս եմ եկել մի հատ կին անդեղ եկել ասում բարձրաց երկրորդ հարգը կոմենդանտսկի չասա որ քեզի բռնեն սրազу նստեցնելով են ասում լավ ես խոնարհվեցի տեսնում դեղ մի գրուպա կա մարդիկ սալդատներ առաջ գիտեք ինչ ա եղել ումին բռնել են էլի նարկոմաններ արախ խմողներին սենց ռասյոգնոտ էտակի ավտոմատները ձեռքերին ով էր ուզեցել եկել է նու բանը նրալ ավտոմատը ձեռք են տվել գնա բաներ ու ուժեղ դեղ բան ա եղել նու իրանք շատ մեղքեր են գործել իսլալեր թալանել են բան են նրալ շատ վատ գործեր ա եղել մի քանի ամիս տենց եղել է այդ ժամանակին էլ ես եմ եկել ու բարձրացել եմ երկրորդ հարգը նստել եմ ու ես դաժե այս վերջերս որ գնացել եմ բարձրացել եմ հատուկ տեսնամ որտեղ եմ նստել ուժը կրեսլոյի բանը փոխել են ուժը թազա են դրել դեղ ուժը հինը չկա էլի նստել եմ ու հիշել եմ այդ բաները հիշել եմ որ մի գրուպա մոտիկացալ է դոկումենտները ստուգել է երկրորդը մոտիկացալ է երրորդը որ մոտիկացալ է մի քիչ երրորդ գրուպա մի քանի հոգի են եղել մի 3-4 հոգի ու բան են եղել ագրեսիվ են եղել էլի իրանք ստենց չի նորմալի չեն խոսել իսլար եմ երկուսը նորմալ են խոսել բայց այս մեկը ագրեսիվն է եղել паспорта тур տուվել եմ ինքը Цель же увещевания есть любовь. Մեքսիրովը գնացել դեղ, ես չեմ գնացել դեղ պատերազմ եմ։ Աստվածն այնց գաշկել, ասում է գնա, ես էլ գնացի։ Դակ паспортս նայեց տենց, ասում է տելեֆոն ունես, ասում հա, տուր տելեֆոնը։ Ինձ կնոպոչնից տենց տելեֆոն ա եղել, վեկալել է տենց նայում, ու կաղնեց տենց, նայեց ինձի այդ մեկին կանչեց տենց։ Ոնց կար տենց եմ պատմում, ես հեկա չեմ պատմում, ոնց կար տենց, կանչեց այս մեկին ցույց ա տալիս, ասում է տես ստեղ ինչ ա գրած։ Որ տեսեն, այս մեկը вообще բարկացավ, ախ դու գորից սրազу ձերքերը ստենց արեցին, պալասմաս վստենց այդ ռադիատների պալասմաս վստենց բանը կապեցին ստենց որ բաց չթողեմ էլի չկարանամ բաց թողել։ Պրիկադով ստենց չի խփում, ստենց բրթում է էլի որ չասե խփել է բան, չեն խփել, ստենց բրթում։ Ասում է սա ոտերը դասմա ձերքերը բան կանեք կկրակեք, սրազу կասես ով ես դու։ Գցել են ինձ ավտոյի մեջ Ես ասում, այդ հերախոսի մեջ ինչ ես ճարել, կարող է ես բացատրեմ, ասում ձայնդ կտրի, հեսա կգնանք դեղ կսաղ կբացատրես։ В общем, берեցին էդի, там բան սպիտակ տուն են իրան ասել, բելի, սպիտակ քարփիչով սենց մեծ տունա իրան շտաբն դեղ ա եղել։
Ոչ, բերել են սաղ վեշերս հանել են ինձանից, կամերան բացել են, գցել են ինձ կամերայի մեջ, սենց բան չէ, էլի սենց չեն ծեծել, էլի, որ ասեմ ծեծել են, բան են ռալ, պրոստը մի քիչ գրուբ են եղել, դե դա հեչ, ոչիչ, էլի, ոչ, գցել են կամերան, դեղ մի 25-30 հոգի մարդ են եղել, կնանիքել են եղել, պատկերացնում ես սաղ մին կամերի մեջ, ես եմ ասում, այ քեզ բան, էսի ուժեղ տեղա քարոզել, էլի, ուրեմն դա համարա բերել Աստված, որ դեղ քարոզեմ, Ոս մեկին ուզեցան խոսեմ, երկրորդին, ոս դեսեմ, ոչ ձենդ կտրի է, մեկ քարոզելի ժամանակ չի, բռնել են ստեղ մեզի, հալա մի հատ ուզում ես հավետարան գլխներես քարոզես, մեկը մոտիկացալ ինձ հավատացել ես, ասում հա, ասում սուշի սուխարի գիտես ինչ է, հացը էլի չորացրու, ասում զաչեմ, ասում 20 օր պիտի ստեղ նստես, իրանց օրենքը ստենց է, դե առաջ ստենց օրենք է եղել, կամինդանցքի չասում ին բռնել են, 20 օր պիտի ակոբ փորես, մեշոկներ տանես, ոչմ, այդ մեկը, այդ մարդը ինձ ասում է, այ իմ տունս դիմացին է ստեղ, բռնել են, կես ժամ ուշացել են, կես ժամ, բռնել են ուժը քանի օր ստեղ են, պահում, չեն թողում դաժե զանգեմ տուն, որ ես սաղեմ, մերուք էլ մտահոգ են անում, էլ ստեղ, ասում իմ Աստված կենթանի է, որ պետք է լի վաղը դուրս կգամ, խնդում է ինձ որա, Ոչը, մենա գնացել են քնել, ես ծնկի եմ եկել, որ աղոտ կանեմ, դե ուժը քշեվա կեսն է, էլի, աղոտ կեմ անում այդ նույն մարդը մոտիկանում ասնենց, աղոտքի ժամանակ սենց մեջքես խփում է, խնդում է վրես, ասում է Քրիստոնյա, ասում է, ինձ համար էլ աղոտ կրա, կարող է ինձ էլ բաց թողեն, էլի վաղը, խա, սենց խնդում է ու գնում է ստեն, ոչը, իրաց տարալ են գործի, ինձ ժամի 4-5-ի մոտորապես այդ կողմերը, բայց ինձ համար դեր են ժամանակ ստենց բան չի եղել էր, որ ես խնդամ բան անեմ, ես հիմա եք դուք խնդում, բայց դեղ պատերազմա, դեղ կսպանեն ու դաժա ազգանը չեն հրցնելու, հասկանում ես, դեղ սենց բաներ է եղել, բայց հիմա փառք Տիրոջ էլի, բայց մի հատ վախել չի եղել, ես ձեզ ասեմ, գիտեք խի, որովհետև ինքը ասել է, ով էր իմ խոսքս պահում է, ես կգամ իրան մոտ, ալելույա Իսուսի, ու գիտեք ինչ է, ինձ կանչել են շտաբը, այդ շտաբնոյ այդ օֆիցերը պալկովնիկ է եղել, թա պատպալկովնիկ է եղել, բոյով մարդ է եղել, հաստատ։ Ինքը որ նստած է եղել, որ բերել են կաբինետը, ինքը ստեղ նստած է եղել, ստեղ դեմը սկամեյկա, դեղ մի հատ օֆիցեր ստեղ բանը պիսեր է եղել, որ պիտի գրի։ Այդ տելեֆոնը ստենց ձերք է, ոտը որովտի վրա գցած մուրուկով ստենց ասում է, եկ ստեղ նստի, եկել աստեղ մատով էլի ստենց ցուցա, там մտցես դեմս։ Ես նստել եմ, ինքը ասում է, я тебя похороню, и никто тебя не найдет։ Ես ասենց կանա դες, это же не шутки, подполковник մարդ ասում, это ծիծաղելով չի ասում, բան չի ասում։ Ես ասում եմ, որ դու չասես ով է քեզ ղարկել, չէ ты агент, я тебя сейчас похороню։ Агент գիտես, չէ՞ ինչա։ Այն բան էլի, հայերեն դաժե չեմ իմանում ով։ Հա? Ոչ իմ էլի, հա։ Ասում какой агент։ Բարկացավ, հելավ, ու գոռում է, ուժը հայհոյում է, բայց չի ծեծում ինձ էլի, բայց իրան ձերքերը շատ ուժեղ է, էլի ստենց զարով է մարդը։ Ու հերախոսը բերեմ ստենց իրեսի ստենց դեմա там ստենց, բայց չի խփում էլի։ Ասում է, про какой пост здесь написано, ասում է, а ну-ка быстро скажи, нет, я тебе застрелю сейчас, говорит. И что ты над меня издеваешься, ու գոռում է ստենց։ Ես ասում, про какой пост, ինքը ավելի կրմերել է ստենց, քիչ եմ թախփի, բայց չի խփում էլի։ Ասում это не пост։ Ասում это что такое? Ասում это Псалом 5:3։ Ասում какой Псалом, ինչ ես ձեր առնում, բանանում, ասում ով ես դու, ասում ես ավետարանի չեմ, Աստված այնց ղարկեր ստեղ, ասում Աստված քեզ ղարկեր է պատերազմի ժամանակ, խիչի ղարկեր, որ խաղաղություն կա, խաղաղությունի մեջ, ասում խաղաղության մեջ ամեն մեկը կարող է գնա գա, բայց Աստված ղարկեր է, որ ես աղբերներս հորդորեմ, որ զենք չվեկալեն, որ պատերազմ չանեն, մարդ չսպանեն, էդի ոչ է գժվել է, ասում ոչ մարդ սպանես։ Այդ ով քեզ ասեց, որ ստենց բան կա գրած, ասում ավետարանի մեջ գրած է էսի, Հիսուս ասալ սիրի քու թշնամուդ բան, ասում բա մեկ պրավասլավնի, ինչ ես մտածում մեզ համար, ես ասում դուք իրաք պատասխան կտակ, դուք ինքդ գիտեք, ինչ ուզում եք արեք, չի ասում պատասխանի, դե բռնել եմ, մի բան պիտի բռնեն, մի կեղտ բռնեն, որ Դանիելի նման, որ սպանեն, էլի, ասում, դե ես ձեզ կասեմ, ծեր տերտերը, դե հայրեն չեմ կարել ասեմ, օծում են գրած, սնարյադ, ավտոմատ, այդ զենքերը գնում են մարդ են սպանում, որ դուք չապաշխարեք, վերջի օրը դուք պիտի պատասխան տաք ձեր գործերի համար։ Իրան իրեսը, ես ձեզ պարզ եմ ասում, ես կողովում չեմ ստեղ կանած, իրան իրեսը ստենց, այս ստենց բանարով զարմացել է այդ խոսքերքի վրա, ստենց խավ, ես ասում, տոչ ես սպանելով են ինձի։
Ու ես էլ նստած եմ ինքը կանգնած է, դեմից տենց վերևից նայում է ինձ։ Ու մի քանի վայրկյան տենց կանգնեց սիրեներս, դա Աստծո գործն է, օրհնյալ է Իրան անունը։ Ստենց արեց, այդ ով էր գրում էր այնտեղ, ասում ինքը ճիշտ ասում, բաց թող Իրան։ Այ ասում Տեր Աստված իմ։ Օրհնյալ է, սրազу միտքս եկել, ով էր իմ խոսքս կդավան ես կեղտուտ աշխարհի մեջ, էլի։ Ես էլ կդավանեմ հրեշտակների մոտ Աստծո մոտ։ Ու ես այդքան ուրախացա այդ մանը պիսր այդ թուղթը ջրեց sense ձերքիցս վեկալավ, ասма գնաք վեշերս վեկալ։ Վեշերը սախ տվել են ինձ, այդ հերախոսնել են ինձ տվել, վեշերս վեկալել եմ ստենց, ասма ոչ իմ բան չի պակասել, ասում չէ, լավ է, սա փարքտիրիոջը։ Հիմա որ դուրը բացա թողել, ասма գնաս այն դրավ դուրս կգաս, հետ ասма սպասի, ասում ինչ ա եղել։ Ձերքը տալիս ասենց, ասма брат, извини, говорит, что мы тебя неправильно задержали։ Ու ես հիշեցի, որ Պողոսին շիլայնել, որ բռնել են, հիշում եք, որ իրանց էլ ներողություն խնդրել, որ Իզուր եմ բռնել, ու ես ասում Տեր Հիսուս, դու երեք այսօր հավիտյան նույն ես, օրհնյալ է քո անունդ, ով էր քո խոսքդ պահում է, դու անպայման կհայտնես Իրան, եւ մեր աշկերը կտեսնա քո Փարքդ, օրհնյալ է քո անունդ։ Մի վախեցեք սիրելիներս, ավետարանը ցանկա, ոնց որ աղբերը точно ասել է, այդ խոսքը ճշմարիտ մարգարեության խոսքն է։ Հիմա ներկայության մեջ այդ խոսքը մեզ համար փրկությունն է, բայց գալով է ժամանակ, այդ խոսքը լինելով է դատավոր մեզ համար։ Աստված հերոպայի մեզի, որ մեկ անցնեք իրանց դատի մոտ, որ գնաք ոնց որ փրկվածներ, փառավորվի Տերս։ Հիմա ներկայության մեջ ինքը ներկա է այստեղ Փարք Տիրոջ, Աստված օրհնի ձեզի։ Ամեն։ Արեք աղոտ կանեք կարճ որ չի վախենակ ոչ մի բանի։ Քրիստոսը կենթանի է, հալելույա։ Ու ներկայության մեջ սիրեներս իրականից եմ ասում, տարբեր երկիրներում մեր եղբայրները ու քորերը կյանք են տալիս Քրիստոսի անվան համար։ Նույն մարդիկ են, մեզ նման նույն մարդիկ, որովհետև այդ խոսքը ամուր բռնել են ու պահում են, օրհնյալ է Իրան անունը։